Բարի երեկո։ Եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը այսօրվա մեր ծրագրում։ Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում։ Նոր հյուպատոսարան Մարսելում հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ծովափնյա Մարսելն այս օրերին Եվրոպայի քաղաքական կենտրոնի է վերածվել։ Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցի արդյունքները։ Նախագահը վերադարձել է համաեվրոպական կուսակցության կրծքանշանով։ Լայն եւ երկարատև հնարավորություն է ունենալ քաղաքական շատ մեծ համագործակցություն։ Մեկ տարվա ազատազրկում եւ 45,000 եվրո տուգանք ԵՌՆ-ի ուրացման համար։ Ֆրանսիական պարլամենտի հանձնաժողովը հավանություն է տվել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին։ Պաշտոնական այց Հայաստան Երևան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը։ Համաեվրոպական խիստ կարգապահություն Գերմանիան եւ Ֆրանսիան առաջարկում են վերահսկելի դարձնել գործընկերների բյուջեները։ Առաջինն ինչ արեց պետքարտուղարը, բնութագրեց ընտրությունները գնահատելով որպես ոչ արդար եւ ոչ ազատ։ Թեև այդ պահին դեռ չկար եվրոպական դիտորդների զեկույցը։ Ռուս-ամերիկյան հերթական սրացումը Պուտինը ամերիկացիներին մեղադրում է ռուսաստանյան բողոքի ակցիաների հրահրման մեջ։ Խոշոր վթար մայրաքաղաքում մարդատարի 3 երիտասարդ ուղևորները այրվել են։ Մահ Բռնցքամարտի ռինգում ռուս մարզիկը նոկդաունից հետո ուշքի չի եկել։ Միության փլուզումից մինչև արխիվների գաղտնազերծում խորհրդային ժառանգությունը հորիզոնի թեմատիկ անդրադարձում։ 37 միլիոնից 6-ը բարեգործության համար դատական քաշքշուկ ԵՂՌ-նից տուժածների փոխհատուցման գործով։ Այլևս երբեք համաշխարհային մեծության աստղերը ոչ են ասում ցեղասպանությանը։ Ամբողջ կյանքում պայքարել եմ մարդկության խաղաղության համար։ Սկսենք Ֆրանսիայից։ Արդեն գիտեք, որ երեկ Հայաստանի նախագահը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցեց Եվրոպայի խոշորագույն կուսակցության համաժողովին եւ հենց երեկ էլ Սերժ Սարգսյանը հանդիպեց Մարսելի հայ համայնքի հետ, դիտեք մեր ռեպորտաժը Մարսելից։ Ծովի ջրերի ու բլուրների վրա փռված Մարսելը համարում են Ֆրանսիայի ամենահին քաղաքը։ Այն ավելի քան 2500 տարվա պատմություն ունի, հարուստ մշակութային ժառանգությամբ ու պատմությամբ։ Մարսելի տարածքում է հայտնի Իֆ ամրոցը, որ հռչակ բերեց Ալեքսանդր Դյումայի հայտնի վեպին ու նրա հերոսին՝ Կոմս Մոնտե Քրիստոին։ Նավահանգիստներով հարուստ քաղաքն այսօր էլ հռչակված է որպես ջրերի քաղաք։ Մարսելի նավահանգիստներում էր, որ ամենից շատ ափ էին իջնում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը։ Նախագահ Սարգսյանն այդ հայաշատ քաղաքում է։ Ընդհանրապես Ֆրանսիայում է հանգրվանում Եվրոպայի հայերի ամենամեծ մասը։ Մարսելում ազգությամբ հայ է բնակչության ավելի քան 10%-ը։ Առաջին անգամ է, որ այստեղ դիմավորում են անկախ Հայաստանի նախագահին։ Երջանիկ բախ է իմ կյանքիս համար, ես 82 տարեկան եմ, որ այսօր առիթ ունեցա տեսնելու մեր ազատ անկախ Հայաստանի նախագահան։ Գիտեք, քանի տասնյակ տարիներ երազեցինք այսօրը։ Ժան-Կլոդ Գոդենը հայերի մասին շատ բան գիտի։ Նրա խոսքով ցեղասպանությունից փրկվելուց հետո այստեղ ապաստանած հայերը մեծ ներդրում են ունեցել Մարսելի կյանքում։ Մեր հայրենակից Դիդիե Փարաքյանին է վստահված Մարսելի փոխքաղաքապետի պաշտոնը։ Այսօր այստեղ ներկա են ցեղասպանությունից փրկված ու միջերկրականի ափը հասած հայերի ժառանգները։ Այդ օրերի վերապրածը ներկայացված է Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմում։ Այդտեղ նաև արդարության այն սպասումներն են, որ ակնկալվում էին Բեռլինում ընթացող Թեհլերյանի դատավարությունից։ Բերլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջևանած հայերի մեջ։ Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը։ Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր։ Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում։ Որքան էլ հայոց ցեղասպանության մեծ ողբերգություն ունեցողները փորձում են մեզ ուղղորդել եւ դրդել այդ կողմը։ Նրանք պարզապես մեզ թերագնահատում են։ Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել մեծ եղեռնը եւ ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն։ Քաղաքակիրթ աշխարհն արդեն օրինակներ ունի, թե ինչպես է հաջողվել բաց աչքերով նայել իրական փաստերին ու ապաշխարել գործած սխալների համար։ Թուրքիան պետք է ապաշխարի։ Դա ոչ նախապայման է եւ ոչ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում։ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ
Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել եւ վերարժևորել իր մոտեցումները հայոց ցեղասպանության հանդեպ։ Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ այն հստակ է։ Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին։ Այդպիսի հարևան երկրներ էին օրինակ Լեհաստանը եւ Գերմանիան, որի կանցլեր Վիլլի Բրանդտը գիտակցելով իր երկրի գործած մեղքը ծնկի իջավ Վարշավայի գետտոյում։ Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում։ Նախագահ Սարգսյանը հատուկ ընդգծում է նաև մեր երկրի սահմաններից դուրս ապրող հայերի դերակատարումը, որ կարող են նրանք ունենալ մեր երկրի կյանքում։ Դրա լավ հնարավորությունը երկքաղաքացիության առկայությունն է, որի շնորհիվ կարող են վերանալ հոգեբանական բոլոր պատնեշները։ Ես մի քիչ դժվարությամբ եմ այս բառը արտաբերում սփյուռքահայ, որովհետև ինձ համար խորթ է։ Հասկանում եք, հայը հայ է, որտեղ էլ նա ապրի։ Անշուշտ դա հեշտ բան չէ։ Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը եւ նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրենիքում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները։ Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա։ Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, խնդիրներ։ Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը։ Ուր որը Ֆրանսիայում կբացվի դիվանագիտական եւս մեկ ներկայացուցչություն։ Մարսելում է գործելու հայկական հյուպատոսությունը։ Այս մասին որոշումն արդեն կայացված է։ Նախագահ Սարգսյանը համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է եւ լուրն այստեղ անձամբ է հայտնում։ Այսուհետև Երևանը եւ Մարսելը կապվեն եղբայրական եւս մեկ ամուր օղակով, իսկ Մարսելի հայկական ավանդական հաստատությունների կողքին կլինի նաև մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը։ Հայաստանի նախագահի պատվին կազմակերպված ընդունելությունն ավարտվում է Սերժ Սարգսյանի պարգևատրմամբ։ Ժան-Կլոդ Գոդենը նախագահին է հանձնում քաղաքի ոսկե մեդալը։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն, Մարսել։ Այսօր նախագահի ֆրանսիական այցը արդեն ավարտվել է, իսկ Երևան վերադառնալուց առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի հետ։ Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, Մարսելում հաստատվել էր հանրապետականների անդամությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ Այս կուսակցության հետ համագործակցում են եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքական ուժեր, այդ թվում նաև Ռուսաստանի իշխող կուսակցությունը։ Կրկին լսենք Քրիստինե Ալագուլյանին։ Ծովափնյա Մարսելն այս օրերին Եվրոպայի քաղաքական կենտրոնի է վերածվել։ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժի Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ կոնգրեսը այստեղ է հավաքել Եվրոպայի լիդերներին։ Սա առանձնահատուկ նշանակություն ունի նաև Հայաստանի համար։ Առաջին անգամ կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանի նախագահը։ ԵԺԿ կրծքանշանի փոխանցմամբ դեռ 3 Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը Հայաստանի նախագահ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին հրավիրում է քաղաքական այս մեծ ընտանիք։ Հարգելի նախագահ, մենք այսօրվանից ձեզ համարում ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ։ Մենք պատիվ ունենք վաղը ձեզ հյուրընկալել ԵԺԿ համաժողովին բոլոր երկրների ղեկավարների հետ։ Սերժ Սարգսյանի այսօրվա օրակարգը սկսվում է ԵԺԿ ղեկավար Վիլֆրիդ Մարտինեսի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը ներկա են նաև Վրաստանի նախագահն ու Մոլդովայի վարչապետը։ Ըստ էության, եվրոպական կառույցների հետ մինչ այժմ Հայաստանի շփումները ընթացել են հիմնականում տնտեսական գործակցության ոլորտում։ Այսպիսի զարգացումները հնարավորություն են տալիս այդ համագործակցությունը այլ հարթություն տեղափոխել, առավել խորացնել, հնարավորություն տալով Եվրոպային ինտեգրվելու նաև քաղաքականապես։ Անկախ պետականության այս տարիների ընթացքում սա եւս մեկ լայն եւ երկարատև հնարավորություն է ունենալ քաղաքական շատ մեծ համագործակցություն, ոստումնալից համագործակցություն հեռանկարային առումով եւ իհարկե քաղաքական ռեսուրսի ամրապնդում։ ԵԺԿ 20-րդ կոնգրեսը առիթ է նաև ԵԺԿ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողով հրավիրելու համար։ Եվրոպական երկրների լիդերների գագաթաժողովին մասնակցելու հրավեր ստացավ նաև Հայաստանի նախագահը։ Թե ինչու է կարևոր ԵԺԿ անդամակցությունը, նախագահ Սարգսյանը դեռ 3 Մարսելի քաղաքապետարանում անդրադարձավ։ Սա էական ձեռքբերում է Հայաստանը դեպի Եվրոպա բերելու ճանապարհին։ Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության
նախագահը մեծ դահլիճում ինձ հանձնելով կրծքանշանը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը ասեց, որ մենք եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք։ Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է։ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ հայաստանյան քաղաքական ուժերի շփումները սկսվեցին դեռևս 2008 թվականից։ Նախ հայաստանյան քաղաքական դաշտում լիդեր համարվող հանրապետական կուսակցությունը, ապա նաև եւս 3 կուսակցություններ։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում էր նաև կուսակցության փաստահավաք պատվիրակությունը։ Այս 4 տարիների գործընթացը որոշիչ եղան, այսինքն պարբերաբար մեր հայտարարված մեր երկրի քաղաքական իշխանության կողմից հայտարարված եվրոինտեգրման գործընթացի գնահատումը ամենակարևոր գնահատումներից մեկը սա էր։ Իդեպ առաջինը կուսակցական կրծքանշան հանձնելով Հայաստանի նախագահ եւ միաժամանակ հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, Վիլֆրիդ Մարտինեսը հայտարարեց, որ հայաստանյան 3 կուսակցությունները շուտով կդառնան ԵԺԿ կառուցողական գործընկերներ, նշելով նաեւ օրինաց երկիր եւ ժառանգություն կուսակցությունները։ Վերջնական որոշումներին արդեն պետք է սպասել փետրվարին ԵԺԿ քաղաքական վեհաժողովում։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն, Մարսել։ Իսկ Հայաստանի ազգային ժողովը այսօր ավարտեց աշնանային նստաշրջանը, ընդունելով կարևորագույն փաստաթղթերից մեկը 2012 թվականի պետական բյուջեն։ Իսկ հա կառավարության վերաբերյալ դաշնակցության հարցապնդումը չընդունվեց։ Դեմ քվեարկեց 48, կողմ 13 պատգամավոր։ Իդեպ այսօր ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը եւ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը անդրադարձան նաեւ հանրապետականների անդամակցությանը համաեվրոպական կուսակցությանը, կարծիք հայտնելով, որ դա լուրջ ձեռքբերում էր ոչ միայն իրենց համար, այլև ընդհանրապես Հայաստանի եւ հասարակության համար։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դրական է գնահատել Հայաստանի եւ արտաքին քաղաքականությունը եւ ներքին քաղաքականությունը, ինչպես նաեւ ուսումնասիրել է կուսակցական ներքին ժողովրդավարական խնդիրները, մասնավորապես որոշումների ընդունելու մեխանիզմը եւ ընտրական կուսակցական ընտրությունների մեխանիզմը, որ իրենք շատ կարեւոր են եւ դրանք դրական են գնահատել։ Եվ այսպիսով մենք փաստացի դառնում ենք դիտորդ անդամ, որը ոչ Եվրամիության երկրների համար ամենաբարձր, ամենալիարժեք կարգավիճակն է, եւ այս իմաստով եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության խորացման ճանապարհով, եվրոպական արժեքների խորացման ճանապարհով եւ սա նաեւ երկկողմ հարաբերությունների համար է շահեկան եւ առաջին հերթին շահեկան է Հայաստանի Հանրապետության համար։ Այս երեկվա փաստը ցույց տվեց, որ իշխանությունների նախագահի գլխավորությամբ ճիշտ ճանապարհով են գնում եւ մեր երկրում ժողովրդավարության ավանդույթների զարգացումը այլընտրանք չունի եւ սա ոչ միայն խոսք է, այլ փաստ է, որը ամրագրել են նաեւ մեր եվրոպացի պարտներները։ Եվ էլի Ֆրանսիայի մասին։ Երբ մի քանի տարի առաջ այդ երկրի խորհրդարանը օրենքով ճանաչեց հայոց ցեղասպանությունը, սկսվեց մի նոր փուլ։ Հետևողական պայքար ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի համար։ Հիշում եք երևի, որ մի անգամ դա չհաջողվեց անցկացնել, բայց այսօր հայերի հույսերը կրկին արթնացել են եւ դրա համար շատ հիմնավոր պատճառ կա։ Երեկ երեկոյան Ֆրանսիայի ազգային ժողովի Օրենսդրության հարցերի հանձնաժողովը հաստատել է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, այժմ ստուդիայում է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, հիշում ես, երբ Նիկոլա Սարկոզին եկավ Երևան, նա հայտարարեց, որ եթե Թուրքիան չգնա այդ ուղղությամբ, հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, ապա Ֆրանսիայի խորհրդարանում կսկսվի այդ գործընթացը, այդ օրինագիծը ընդունելու։ Փաստորեն նրա խոսքերը զուտ խոսքեր չէին։ Այդպես է պետք մեկնաբանել, կարծում եմ, քանի որ երկու հատկանշական փաստ կա։ Առաջինը այն, որ նախաձեռնողը այս փաստաթղթի Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն է, իսկ Հայաստանի նախագահ հենց այդ պահին Մարսելում էր, եւ երկրորդը այդ падգամավորը իշխող հանուն ազգային շարժման կուսակցության ակտիվիստ է, հայտնի գործիչ է եւ նախագահ Սարկոզիի թիմակիցը։ Հատկանշական է, որ ընդամենը 2 շաբաթ առաջ դրանից իրենց մրցակից գլխավոր սոցիալիստական կուսակցության առաջնորդներն էին նման նախաձեռնությամբ հանդես գալիս եւ խոստանում էին նույն այդ հարցը դնել քննարկման։ Այսպիսով որոշակի այդպիսի մրցակցություն կա երկու հիմնական կուսակցությունների միջև, թե ով է ավելի հայամետ այս հարցում։
Եվ պարզ է, որ պատահականություններ, զուգադիպություններ այդպիսի չեն կարող լինել։ Ակնհայտ է, որ կա քաղաքական որոշում, որը արտոնվել է քաղաքական իշխանությունների կողմից։ Դա անուղղակիորեն հաստատում է նաև Մարսելի քաղաքապետ, իդեպ Սենատի փոխխոսնակ Ժան-Կլոդ Գոդենը, որը Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր բառացիորեն հետևյալը. շատ շուտով այդ խնդիրը կլուծվի։ Կարծում եմ նա հիմք ուներ այդ համոզվածության համար։ Այսպիսով, կարծում եմ պետք է որ հաստատվի մեր ընդհանուր պրոգնոզ այն մասին, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժուպեն Անկարայում հայտարարելով, որ Ֆրանսիան կաջակցի հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու այդ նախաձեռնությանը, ընդամենը տակտիկական մանևր էր անում, իսկ իրականում համենայն դեպս այսպիսի տպավորություն այժմ կա, որ նախագահ Սարկոզին իսկապես հետևողական է այդ հարցում։ Հիշում եք, Երևան գալուց առաջ իր թիմակիցներին նա ասել էր. Երևանում ես կնետեմ առանց օղակի նռնակը, օղակը հանած նռնակը։ Հավանաբար նկատի ուներ իր հայտարարությունն այն մասին, որ մինչև տարեվերջ այդ խնդիրը ցեղասպանության ժխտման, քրեականացման փաստաթուղթը կընդունվի։ Պիտի տպավորություն կա, որ այդ հարցը իսկապես մոտ է իր լուծմանը։ Բայց տես, Արտյոմ, մի այսպիսի մտավախություն կա։ Մի քանի ամիս առաջ այդ նույն օրենքը դրվեց քվեարկության եւ չանցավ։ Ինչն է փոխվել հիմա։ Արդյոք ուրիշ օրենք է սա։ Երկու սկզբունքային տարբերություն կա։ Առաջինը այն ժամանակ ընտրությունները մոտ չէին։ Եվ երկրորդը այն է, որ փոխվեց իրավիճակը քաղաքական մթնոլորտը խորհրդարանի վերին պալատում, սենատում։ Սոցիալիստները հաղթեցին եւ այսպիսով նույնիսկ առանց իշխող կուսակցության, այսինքն կառավարություն ձևավորած կուսակցության կարող են այս հարցի լուծումը տալ։ Եվ այս ստեղծված իրավիճակում վարչակազմը ավելի խորամանկ քայլ է անում եւ ինքն է այս խնդրի լուծումը տալիս, այսպիսով նաեւ շահելով հայազգի ընտրողների ձայները։ Հավանաբար այդպես պետք է մեկնաբանել։ Մի քանի բանաձև կար։ Առաջինը կոմունիստներն էին ներկայացրել, երկրորդը սոցիալիստները, երրորդը, որ այժմ կքննարկվի իշխող կուսակցության ներկայացրած օրինագիծն է։ Փոքր-ինչ որոշակի տարբերություններ կան։ Ահա այս վերջի փաստաթղթում խոսքը գնում է ոչ միայն կոնկրետ հայոց ցեղասպանության մասին, այլ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտման մասին, օրենքով ցեղասպանության ճանաչված հանցագործությունների մասին։ Այդպիսով անուղղակի դաշնակից են մեզ դառնում նաև հрьяաները, քանի որ հոլոկոստը նույնպես պետք է այս շարքում դիտարկել։ Սակայն պետք է նշեմ, որ հոլոկոստին վերաբերող օրենք մինչ այդ էլ կար։ Ինչ վերաբերում է դատապարտման մեխանիզմներին, ապա բոլոր այդ առաջարկվող քննարկված փաստաթղթերում դա նույնն է։ 1 տարի ազատազրկում մինչև 1 տարի կամ 45,000 եվրո տուգանք յուրաքանչյուր մարդուն, ով հրապարակայնորեն ժխտել է հայոց ցեղասպանությունը կամ փորձել է այն արդարացնել։ Լավ, շատ շնորհակալություն, Արտյոմ Երկանյանն էր, հիշեցնեմ, որ սա հանձնաժողովի որոշումն է, սպասենք, թե ինչ կասի Ֆրանսիայի պարլամենտը։ Այժմ հայաստանյան այցերի մասին այսօր Երևան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը տիկնոջ Վաֆա Սուլեյմանի հետ։ Պաշտոնական այցի ընթացքում Սուլեյմանը հանդիպումներ կունենա նախագահ Սարգսյանի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Նախատեսվում է նաեւ հայ-լիբանանյան համագործակցության զարգացման ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Լիբանանի նախագահն այսօր այցելել է Մատենադարան, որտեղ Սուլեյմանը ծանոթացել է հայկական ձեռագրերին, գրառում կատարել հյուրերի մատյանում։ Լիբանանի նախագահին նվիրել են Մատենադարանի գանձերի մասին պատմող նկարազարդ գիրք եւ ավետարանի էջերից խորհրդանշական նմուշ։ Եվրոպացի առաջնորդներից շատերը, որոնք այսօր Մարսելում մասնակցում էին Եվրոպական ժողովրդական կուսակցության այդ համաժողովին, օրվա երկրորդ կեսին մեկնեցին Բրյուսել, որտեղ սկսվում է Եվրամիության վճռորոշ գագաթնաժողովը, որոշ մեկնաբաններ համոզված են, որ այս հանդիպումը իրոք վճռելու է Եվրոպայի հետագա զարգացման ճակատագիրը, որովհետև այս տարվա ընթացքում Եվրագոտում ստեղծված իրադրությունը պարզապես վտանգում է եվրոպական միասնական ընտանիքի բուն գոյությունը, բանն այնտեղ է հասել, որ որոշ խոշորագույն բանկեր արդեն սկսել են սցենարներ քննարկել, թե ինչ է լինելու, եթե Եվրագոտու անդամները որոշեն վերադառնալ ազգային տարադրամների, մեր միջազգային խճանկարը։ Քիչ առաջ Բրյուսելում բացված գագաթնաժողովում
Եվրագոտու երկու հսկաները Գերմանիան եւ Ֆրանսիան փորձելու են համոզել եվրոպացի իրենց գործընկերներին սահմանել, այսպես ասած, համաեվրոպական կարգապահություն։ Այսինքն, Մերկելը եւ Սարկոզին ցանկանում են, որ եվրոպական ընտանիքի անդամների բյուջեները գտնվեն խստագույն վերահսկողության տակ։ Սա իհարկե շատերի սրտովը չէ եւ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի, որը միանշանակ հայտարարում է. մեր ազգային շահերը ամեն ինչից վեր են։ Հիմնական բանավեճերը Բրյուսելում ծավալվելու են վաղը։ Իսկ այսօր Բրյուսելում փորձում էին հարթել իրենց տարաձայնությունները ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը, բայց չստացվեց։ ՆԱՏՕ-ն համառորեն պնդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգը, որը տեղակայվում է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանի սահմանի մոտ, ամենևին ուղղված չէ Մոսկվայի դեմ։ Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր էլ կրկնեց. մեր կասկածները չեն փարատված, իսկ մեր մտահոգությունները պարզապես անտեսվում են։ Գրավիր Wall Street-ը շարժման հազարավոր մասնակիցներ երեք հավաքվել էին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, արգելափակելով կենտրոնական փողոցները։ Բայց ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի ցուցաբերում սոցիալական արդարության համար պայքարող ակտիվիստների հանդեպ։ Տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին ոստիկանություն։ Մոտ մեկ ամսից Թայվանում կայանալու են նախագահական ընտրություններ։ Չինաստանի այս բնակիչը այնքան մեծ ցանկություն է ունեցել կյանքում գեթ մեկ անգամ տեսնել ազատ եւ արդար ընտրություններ, որ ինքնաշեն նավակով 7 ժամ լողալով կտրել անցել է Չինաստանն ու Թայվանը բաժանող նեղուցը եւ վերջապես հայտնվել է Թայվանում։ Բայց այստեղ նրան անմիջապես ձերբակալել են սահմանը ապօրինաբար հատելու համար։ Այժմ չինացին վրդովվում է։ Ախր ես եկել էի իրական դեմոկրատիա տեսնելու համար։ Սա է ձեր դեմոկրատիան։ Իդեպ Չինաստանում այս օրերին շատ վատ եղանակ է եւ 3 ճանապարհներից մեկին բախվել են միանգամից մոտ 100 մեքենաներ, զոհեր բարեբախտաբար չկան։ Իսկ մեկ այլ ճանապարհահատվածում շրջվել է 30 խոս տեղափոխող մեքենան։ Կենթանիները արգելափակել էին ճանապարհը, մինչև վրա հասած ոստիկաններին այնուամենայնիվ հաջողվեց բռնել ազատություն ստացած խոզերին եւ վերականգնել երթևեկությունը։ Իսկ սա արդեն ինդոնեզիացի ոստիկանն է, որը մի օր որոշեց հենց աշխատավայրում միացնել մագնիտոֆոնն ու տեսախցիկը եւ նմանակել հնդկական կինոյի հերոսներին։ Երկող ոստիկանի տեսահոլովակը լայն տարածում ստացավ համացանցում, բայց նրա շեֆերին այս պատմությունը այնքան էլ դուր չեկավ եւ այս շաբաթ ոստիկանին ազատեցին աշխատանքից։ Բայց նա ամենևին էլ դժգոհ չէ։ Ինչ էիք վճարում, որ ամսական $100, իսկ հոլովակս դիտած պրոդյուսերները ինձ արդեն 100,000-ի պայմանագիր են առաջարկում տարբեր շոուներում մասնակցելու համար։ Ցտեսություն։ Երևանյան պատահարի մասին այսօր կեսգիշերին մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքում Ռուբինյանց փողոցից դեպի Ավան եւ նոր կտանող կամրջի սկզբնամասում բախվել են Ժիգուլի եւ BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ժիգուլիում հրդեհ է բռնկվել, մարդատարի 3 երիտասարդ ուղևորների կյանքը չի հաջողվել փրկել։ BMW-ի վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Շարունակում ենք մեր ծրագիրը, եկեք նաև Ռուսաստանին անդրադառնանք, քանզի իրադրությունը այնտեղ կիրակնօրյա ընտրություններից հետո փոխվել է։ Կարող եք իհարկե առարկել, որ առանձնապես ոչինչ էլ չի փոխվել, որովհետև իշխող կուսակցությունը ճիշտ է սահմանադրական մեծամասնությունից զրկվեց, բայց պարզ մեծամասնությունը պահպանեց եւ առաջվա պես կարող է շատ հանգիստ անցկացնել ցանկացած որոշում։ Բայց իշխանավորները մտահոգվելու առիթ այնուամենայնիվ ունեն։ Տարիներ շարունակ ժողովուրդը փողոց դուրս չէր գալիս։ Այժմ հազարավոր մարդիկ անթաքույց արտահայտում են իրենց դժգոհությունը նույնիսկ ձերբակալվելու սպառնալիքի տակ։ Եվ ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, անակնկալի եկած իշխանությունը փորձում է գտնել դրա արդարացումը։ Չի կարող պատահել, որ մեզանից դժգոհ լինեն, ինչ որ մեկը հաստատ հրահրում է։ Հենց այս տրամադրությունները այսօր վառ կերպով արտահայտեց Ռուսաստանի վարչապետը, Մոսկվայից հաղորդում է Վահե Ավանեսյանը։ Ռուսաստանի ղեկավարությունը պաշտոնապես արձագանքեց այդ ընտրական դժգոհություններին ու արտահայտեց իր վերաբերմունքը բողոքի ակցիաներին, որ տեղի են ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Պրահայում գտնվող Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հետաքննել գրանցված ընտրակեղծիքները։ Ավելի կոշտ էր Վլադիմիր Պուտինը։ Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կոորդինացնող խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով։ Նախ եւ առաջ նա մեղադրեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոնին կանխակալ վերաբերմունքի եւ Ռուսաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերի մեջ։ Ես տեսել եմ մեր ամերիկյան գործընկերների առաջին արձագանքը։ Առաջինն ինչ արեց պետքարտուղարը, բնութագրեց ընտրությունները գնահատելով որպես ոչ արդար եւ ոչ ազատ։ Թեև այդ պահին դեռ չկար եվրոպական դիտորդների զեկույցը։ Նա տոն տվեց մեր երկրի ներսում որոշ գործիչների։ Նրանց ազդանշան ուղարկեց։ Նրանք էլ այդ ազդանշանը լսեցին եւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի աջակցությամբ սկսեցին ակտիվ գործել։ Վլադիմիր Պուտինը միանշանակորեն հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա ոչ մի միջամտություն ներքաղաքական կյանքին։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանն ընտրում է ինքնամեկուսացման ճանապարհը։ Պարզապես այստեղ վարչապետը բացառում է գունավոր հեղափոխությունների սցենարի զարգացումը։ Եթե խոսքը հումանիտար համագործակցության մասին է մարդկանց առողջության եւ նման այլ հարցերի, դա բնական է։ Իսկ եթե արտասահմանից գումարներ են ներդրվում երկրի ներսում քաղաքական գործունեության համար, դա մտահոգության տեղիք պիտի տա։ Հատկապես անթույլատրելի են արտասահմանյան ներդրումներն ընտրական գործընթացում։ Վլադիմիր Պուտինը դեմ չէ բողոքի ակցիաներին, որոնց նա որակեց որպես փողոցային ժողովրդավարության դրսևորում։ Սակայն նա կրկին հիշեցրեց, որ մարդիկ պետք է իրենց կարծիքն արտահայտեն օրենքի սահմաններում, իսկ չարտոնված ելույթները կասեցվելու են օրենքի ողջ խստությամբ։ Մենք պետք է մտածենք օրենսդրական դաշտում փոփոխությունների մասին, որպեսզի բարձրացվի պատասխանատվությունը նրանց նկատմամբ, ովքեր օտար երկրների պատվերով նրանց շահերին են ծառայում։ Ընտրությունների խորհրդարանական փուլը Վլադիմիր Պուտինը արդեն ավարտված է համարում, իսկ նախագահական ընտրարշավի ժամանակ նա հենվելու է ոչ թե հաղթած Եդինայա Ռոսիայի վրա, այլ համառուսաստանյան ժողովրդական ճակատի։ Ճակատի անդամներին նա կոչ արեց չզիջել իրենց դիրքերը կուսակցական գործիչներին եւ իր ընտրական շտաբի ղեկը հանձնեց կինոռեժիսոր Ստանիսլավ Գավառուխինին։ Վերջինս ուրախությամբ ընդունեց նոր պաշտոնը, ասելով, որ քաղաքական ռեժիսուրայի ժանրում Պուտինի օգտին աշխատել է իր համար հաճույք է։ Վայա Ավանեսյան, Վլադիմիր Եսայան, Մոսկվայից, հատուկ հորիզոնի համար։ Եվ եկեք այսօր այդ հիշենք պատմությունը դրա առիթը կա։ Ուղիղ 20 տարի առաջ, ինչպես ասում են, քանդվեց մեծ եւ հզոր տերություն։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին այն ժամանակ դեռ սոցիալիստական Ռուսաստանի առաջնորդ Բորիս Ելցինը, Բելարուսի գերագույն խորհրդի ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը եւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը Բելովեժյան Պուշչայում, ինչպես հիշում եք, ազդարարեցին խորհրդային միության վախճանը։ Այսօր, 2 տասնամյակ անց, մարդիկ տարբեր կերպ են վերաբերում այս իրադարձությանը եւ այդ մասին էլ ուզում ենք հենց խոսել Արամ Աբրահամյանի հետ թեմատիկ վերլուծություններ շարքում։ Արամ, ես այսօր կարդացի Ռուսաստանում անցկացած սոցիոլոգիական հարցումների մասին։ Այսպիսին է պատկերը, երբ մարդկանց հարցնում են ափսոսում եք, որ քանդվեց, մեծ մասը ասում են այո, ափսոս, որ խորհրդային միությունը քանդվեց։ Երբ ասում են իսկ ուզեիք, որ վերականգնվել հիմա։ Մեծ մասը ասում է, ոչ չէինք ուզի, որ վերականգնվել։ Ես հաստատ չեմ կարող ասել, բայց իմ տպավորությամբ Հայաստանում տրամադրությունները մոտավորապես նույնն են, համաձայն ես ինձ հետ։ Ենթադրում եմ, որ նույնն են, այո, եւ կարծում եմ, որ Հայաստանի բնակչությունը նույնպես ափսոսում է, մեծ մասը ափսոսում է, ես այդ մեծ մասի մեջ չեմ մտնում, մի անգամ արդեն ասել եմ։ Բելովեժյան ընդհանրապես այդ համաձայնագրերը ոչ թե սովետը քանդելու մասին համաձայնագրեր էին, այլ պարզապես քանդված սովետին ինչ որ կազմակերպչական ձև տալու ԱՊՀ-ն, չէ, այդ ժամանակ ԱՊՀ-ի գաղափարը առաջ քաշվեց։ Այդ համաձայնագիրը հենց ԱՊՀ-ի մասին էր, չէ։ Այո, ես շատ ցավում եմ, որ մարդիկ ափսոսում են, ճիշտ ասած։ Շատ ցավում եմ ինչի համար, որովհետև սովետը քանդել է ոչ թե դիսիդենտները, ոչ թե Ռեյգանը, ոչ թե Գորբաչովը, սովետը քանդել ենք մենք։ Մենք բոլորս միասին։ Այն բանվորները, ովքեր պետական գործարանից դետալներ էին գողանում, այն պահեստապետները, ովքեր տակից ինչ որ բաներ էին ծախում, այն ռայկոմի քարտուղարները, ովքեր կուսակցություն ընդունվելու համար փող էին վերցնում, այն բնակիչները, ովքեր 2 կոպեկանոց լույսը գողանում էին։ Ինչու են նրանք քանդել, որովհետև հենց որ դու չես հարգում այն համակարգը, որտեղ դու ապրում ես, այն կամաց-կամաց սկսում է քանդվել։ Հիմա քանդեցինք, հիմա էլ ափսոսում ենք, պետք չէ ափսոսել, հենց մեծ ձեռքով է դա քանդվել։ Բայց նախորդ ուրեմն դարաշրջանի թեման այսօր Հայաստանում մեկ այլ փոքր-ինչ այլ ձև ստացավ, խոսքը լյուստրացիայի մասին է, որը այսօր էլ քննարկման առարկա է դարձել ժառանգության առաջարկը։ Լսենք ժառանգության ներկայացուցիչի հիմնավորումները։ Լսենք։
Պետք է կտրել այն բոլոր, փակել այն բոլոր խողովակները, որոնք երբևիցե թույլ կտան գործակալի աշխարհաճանաչողություն եւ մտածողություն ունեցող մարդուն ուղղակի զբաղեցնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման չափազանց բարձր պաշտոններ եւ մասնակցել որոշումների կայացմանը։ Տեսարամ, այս կապակցությամբ ուզում եմ հետեւյալը ասել, որ պատմությունը միշտ վիճահարույց է լինում եւ կա երկու տրամագծորեն հակառակ մոտեցում։ Մեկը եկեք պատմությունը չհիշենք այլևս, չանդրադառնանք պատմության, նայենք միայն ապագային։ Մյուսը հակառակը, ասում է, մինչև մենք հաշիվները չմաքրենք, այսպես ասած, անցյալի հետ մենք չենք կարող գնալ դեպի ապագա։ Ես կարծում եմ երկրորդ մոտեցումը ընդհանուր առմամբ ավելի առողջ է իհարկե։ Պետք է իհարկե պատմությունը իմանալ եւ բայց պետք է լինել օբյեկտիվ, պետք է մոտենալ օբյեկտիվ իրականությանը։ Ես վստահ չեմ, որ նախկինում ՊԱԿ-ի գործակալ լիները անպայման 91 թվականից առաջ է այդպես է իրենց օրինագծում, անպայման պետք է բացասական ձևով բնութագրի մարդուն, որովհետև ենթադրենք մարդը 80 քանի թվականին աշխատում էր ատոմակայանում, լինելով նաև ՊԱԿ-ի գործակալ, հետևում էր, որ ատոմակայանում ոչ մի բան տեղի չունենա եւ եթե ինչ-որ բան տեղի էր ունում, զեկուցում էր ՊԱԿ-ին։ Միթե մենք պետք է նրանք պախարակենք, դատապարտենք, վստահ չեմ։ Ուրիշ բան, ստեղ խոսքը քաղաքական ստուկաչության մասին է, հա, ըստ երևույթին, բայց ստուկաչությամբ զբաղվում էին ոչ միայն ՊԱԿ-ի գործակալները։ 37 թվականին դրանով զբաղվում էր բնակչության ուղիղ կեսը։ Հիմա եթե մեր պապերը ինչ-որ բան են արել իրար նկատմամբ, մենք պետք է իրար նկատմամբ թշնամանանք, պարզենք ինչ են արել ու թշնամանանք, չեմ կարծում։ Կան շատ ավելի հրատապ խնդիրներ։ Այնտեղ գրած է, պաշտոնյան չի կարող զբաղեցնել պաշտոններ, չգիտեմ, օրենսդիր, գործադիր իշխանության տեղական ինքնակառավարման թող զբաղեցնի, գործակալ էր թող զբաղեցնի, բայց չգողանա եւ չթալանի։ Դա է ամենակարևորը։ Լավ, շնորհակալություն, մի կողմ թողնենք պատմությունը, ստուդիայի մեր Արամ Աբրամյանը, տեղափոխվենք Ամերիկա։ Եվ հիշում եք, որ ցեղասպանության զոհերի ժառանգներին այնուամենայնիվ հաջողվեց փոխհատուցում ստանալ ամերիկյան եւ ֆրանսիական ապահովագրական ընկերություններից։ Հայաստանում էլ հարյուրավոր մարդիկ ստացան այդ գումարները։ Բայց ինչպես ասում են, որտեղ մեծ փող, այնտեղ մեծ վիճաբանություն, մեծ կռիվ։ Այժմ Լոս Անջելեսից մեզ հետ կապի մեջ է Դերենիկ Յափուջյանը։ Բարի երեկո, Դերենիկ, լսում ես ինձ։ Բարի երեկո, Արմեն։ Դերենիկ։ Այո, Արմեն։ Հա, ինչ կռվի մասին, ինչ վեճի մասին է խոսքը։ Այո, ուրեմն մենք բարձելու համար պիտի մի քանի տարի ետ գնանք, Արմեն։ Այս պատմությունը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ երկու հայտնի ամերիկահայ փաստաբաններ Մարկ Գիրագոսը եւ Վարդգես Եղեյանը 1000-ից ավելի հայկական ցեղասպանության զոհերի ժառանգների անունից դատ բացեցին ապահովագրական ընկերությունների դեմ, այսպես կոչված class action suit, պահանջելով վերհատուցել եղեռնի ընթացքում տեղի ունեցած կորուստները եւ շահեցին դատը։ Ամերիկյան New York Life Insurance եւ ֆրանսիական AXA SA ապահովագրական ընկերությունները համաձայնվեցին փոխհատուցել ցեղասպանության զոհերի այն ժառանգներին, ովքեր ապահովագրվել էին 1875-ից մինչև 1923 թվականները։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմեց 37.5 միլիոն դոլար։ Մինչև այստեղ կարծես թե ամեն ինչ լավ է։ Բայց փոխհատուցումը եկավ մեկ պայմանով, որ այս գումարի մի մասը 6 միլիոնը պետք է ծախսվի բարեգործական նպատակներով, հոգալով հայկական համայնքի կարիքները, կեսը Միացյալ Նահանգներում, մյուս կեսը Ֆրանսիայում։ Այստեղ սկսվում է արդեն բարդությունները։ Այս տարվա մարտ ամսին փաստաբաններից մեկը Մարկ Գիրագոսը պետական դատարանում գործ հարուցեց իր գործընկերոջ Վարդգես Եղեյանի եւ նրա կնոջ, նույնպես փաստաբան Ռիտա Մահտեսյանի դեմ, ասելով, որ նրանք կեղծ բարեգործական կենտրոններ են հիմնել Լոս Անջելեսում ու Փարիզում եւ այդպիսով հափշտակել 1 միլիոն դոլար։ Իդեպ նա մասնավոր խուզարկել վարձել եւ պարզել, որ այդպիսի կենտրոն Փարիզում գոյություն չունի։ Եղեյանն էլ ետ չմնալով իր հերթին դատարանում մեղադրեց Գիրագոսին, ասելով, որ նա մեծ հափշտակումներ է կատարել, չվճարելով ոչ մի կոպեկ մի քանի 100 հայցորների, որոնք պետք է փոխհատուցվեին, եւ պահում է նրանց գործերը իր առանձնատան նկողում։ Հիմա կազմվել է հատուկ ֆինանսական անկախ կոմիտե, որը պետք է փորձի գլուխ հանել այս խառնաշփոթից եւ քննել 178 հայցորների գործերը, որոնք չեն վճարվել։ Արմեն, ես իհարկե չգիտեմ, թե մեր հարգարժան փաստաբաններից ով ինչ է արել եւ կամ ինչ պետք է անել, որ չի արել։
Դժվար է երբևէ իմանամ, բայց գիտեմ, որ մի բան պակասում է այստեղ եւ պակասում է հայկական ցեղասպանության զոհերի ժառանգներից։ Այսքանը Արմեն։ Շնորհակալություն, լավ հույս ունենանք, որ կկարգավորվի այս հարցը։ Լոս Անջելեսում էր Դերենիկ Յափուջյանը։ Եվ քանի որ խոսեցինք Լոս Անջելեսից եւ ցեղասպանությունից, ասենք, որ այսօր լրագրողների հետ են հանդիպել նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում կայացած Never Again, ոչ ցեղասպանությանը խորագրով համերգի կազմակերպիչները։ Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված խաղաղության համերգին մասնակցել են հայ եւ աշխարհահռչակ երաժիշտներ։ Աշխարհահռչակ ճանաչում ունեցող երաժիշտներ ու արվեստագետներ նրանց միացած խաղաղության համերգին ներկա հազարավոր հանդիսատես ու մեկ միասնական գաղափար։ Ցեղասպանությունն ու մարդկության դեմ կիրառվող բռնությունները այլևս երբեք չպետք է կրկնվեն ու անպատիժ մնան։ Գաղափար, որն իր հնչեղությունը ստացավ Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում կայացած Never Again խորագրով համերգաշարի ժամանակ։ Կարծում եմ համերգի առաքելությունը խաղաղության հասնելն է։ Ժամանակին թուրքերի կողմից իրականացված պատմական իրողությանը պետք է հումանիստական գնահատական տալ։ Փաստ է, որ հիմա էլ մարդկության հանդեպ տեղի են ունենում նման հանցանքներ։ Հայերի ցեղասպանության վրա ուշադրություն սևեռելով փորձում ենք մարդկությանը սթափեցնել։ Երաժշտության դերը մեծ է նման դեպքերում։ Այդպես շատ բան կարող ես ասել ու շատ բաների մասին կարող ես բարձրաձայնել։ Ամիս ու կես մենք արել ենք այդ գործը գիշեր ցերեկ։ Այսինքն մենք չէինք հասկանում, որ ժամից ենք արթնացել եւ որ ժամն է հիմա, երբ ենք քնելու։ Նախաձեռնած գործը հաջողությամբ պսակած երգչուհին այսօր արդեն հայ հանդիսատեսին հանդիպած դժվարությունների ու մեծ աղմուկանաց համերգի մասին է պատմում, ապագայի պլաններում ավելի մեծամասշտաբները գծագրելով։ Մինչև 2015 թվական մենք պիտի այս շարունակենք այս համերգի շփումի միջազգային հանրության հետ այս թեմայով, այսպես ասած, համերգները հենց։ Առաջիկայում ունենք պիտի լինեն համերգներ Ռուսաստանում, Եվրոպայում, Արևելքի երկրներում, անշուշտ 2015 թվականին Հայաստանում։ Մշակույթի միջոցով կարելի է շատ ավելի հայկական հիմնահարցերի մասին խոսալ, շատ ավելի գովազդել մեր Հայաստանը, քան ասենք այլ միջոցներով։ Առաջին արձագանքը հենց համերգի ժամանակ եղավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսմեն Բրադ Շերմանի հատուկ պատվոգիր շնորհվեց երգչուհուն հայ համայնքին առանձնահատուկ եւ անգնահատելի ծառայություններ մատուցելու եւ երգի միջոցով համայն աշխարհում խաղաղության կոչ անելու համար։ Հենց այդ կոչը գնահատել ու իր մասնակցությամբ միացել էր նաեւ լեգենդար երաժիշտը, ում ներկայությունը շատերի համար սպասված էր, բայց եւ անհավանական էր թվում։ Այստեղ ես եկել եմ որպես խաղաղության դեսպան, որևէ ազգություն չեմ ներկայացնում։ Ես Ստիվի Վանդեր անհատն եմ, ամբողջ կյանքում պայքարել եմ մարդկության խաղաղության համար ու հանուն սիրո։ Ստիվի Վանդերը 1 ժամ 40 րոպե կանգնած, մենք իրան ասում ենք աթոռ ենք առաջարկում, որ նստեր, ինքը 1 ժամ 40 րոպե կանգնած ու կտրում էր Ֆլորա Մարտիրոսյանի ձայնին։ Եթե միանում ես նույն գաղափարի շուրջ, շատ բաներ կարելի անել։ Հիշենք նաև Շանթ հեռուստակայանին, ARTN Շանթին, ինչպես դարձավ մեզ հովանավոր ինֆորմացիոն եւ առավոտվանից գիշեր օգնեց մեզ լուսաբանելու ծրագիր։ Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ մի օր էլ հայ տաղանդավոր մանուկները աշխարհին կներկայացնեն հայկական երգարվեստն ու պատմությունը, հատկապես երբ այդ ցանկությունն իրականություն դարձնելու պատրաստակամություն փոփի արքա Մայքլ Ջեքսոնի եւ շատ այլ աշխարհահռչակ երգիչների ձայները մշակող ուսուցիչը Սեթ Ռիքսն է հայտնել։ Սաթենիկ Հայրապետյան, Էդվարդ Մինասյան, Հորիզոն։ Եվ անցնենք սպորտին, բռնցքամարտից սկսենք, բրիտանացի ծանր քաշային բռնցքամարտիկ Դենի Ուիլյամսը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին, այժմ ստուդիայում է Վարդան Թադևոսյանը։ Վարդան, միգուցե շատերը չհիշեն այս բռնցքամարտիկին, ես որքան հիշում եմ, նա հայտնի է նրանով, որ հաղթեց հանրահայտ Մայք Թայսոնին, չէ՞։ Այո, Արմեն, ճիշտ ես հիշում, ես ուզում եմ հեռուստադիտողներին հիշեցնել այդ պատմական օրը 2004 թվականի հուլիսի 30-ին էր, երբ 4-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց աշխարհի բացարձակ չեմպիոնի եւ հենց այդ ժամանակ բրիտանացին աշխարհահռչակ դարձավ։ Վերջին մենամարտը նա անցկացրեց նորվեգացի Լեյվ Լարսենի հետ, պարտվեց եւ հասկացավ, որ ոչ հարվածներն են նախկինը, ոչ ավելի շատ հարվածներ են ընդունում եւ այլևս չեմպիոն դառնալու հնարավորություն չունի։ Ուզում եմ հեռուստադիտողներին հիշեցնել, որ նա 56 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, 44 հաղթանակ, որից 33-ը նոկաուտով եւ ընդամենը 11 պարտություն։ Սպորտի գործընկեր Օմոն
միշտ մի փոքր ավելին։ Կայացան Եվրալիգայի խմբային փուլի 8-րդ տուրի հանդիպումները Մոսկվայի բանակի կենտրոնական մարզական ակումբի բասկետբոլիստները սեփական արկիտակ ընդունել էին խորվաթական Զագրեբին։ Հանդիպումը լավ են սկսել հյուրերը, որոնք առաջին խաղակեսի ավարտին արդեն առաջ էին 7 միավորով, սակայն հետո ԲԿՄ-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը եւ մեծ ընդմիջման գնալ արդեն առաջատարի դիրքում։ Բանակի կենտրոնական մարզական ակումբին հաջողվել է պահպանել առավելությունը եւ վերջնական 87-74 հաշվով տոնել վստահ հաղթանակ։ Իսկ հա բասկետբոլի լեգենդ Շաքիլ Օնիլը նախորդ մրցաշրջանից հետո ավարտելով իր կարիերան այժմ արդեն որպես խաղացող ոչինչով չի կարող օգնել NBA-ին, սակայն Շաքը ուրախանալու առիթ ունի, նա ընդգրկվել է TNT հեռուստաալիքի բասկետբոլային մեկնաբանների շարքում եւ կկարողանա այդպես կլորի գումար աշխատել։ Բասկետբոլիստն արդեն այդ առիթով իր ուրախությունը չի էլ փորձել թաքցնել, նա երգել է ու պարել։ Ռուս բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը, ով ծանր վնասվածք էր ստացել Սերգեյ Կավալյովի հետ մենամարտում, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Սիմակովը 27 տարեկան էր, մենամարտը կայացել է դեկտեմբերի 5-ին Եկատերինբուրգում, մինչև 79.4 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Սիմակովը պաշտպանում էր WBC վարկածով Ասիայի չեմպիոնի տիտղոսը, 6-րդ ռաունդում Սիմակովը նոկդաուն է ենթարկվել, այնուհետև մարտը միակողմանի բնույթ է կրել, 7-րդ ռաունդում մրցավարները դադարեցրել են մարտն ու հաղթանակը շնորհել Կովալյովին։ Սիմակովին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Բժշկական եզրակացությունում նշվել է, որ Ռոմանի մոտ գլխուղեղի արունազեղում է սկսվել արդեն երկրորդ ռաունդում, այդ պատճառով նա այդքան վատ է մենամարտում։ Իր մարզական կարիերայի ընթացքում Սիմակովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 մարտ, որից 19-ում հաղթել է, 9 նոկաուտով կրել, 2 պարտություն, եւս 1 մարտ ավարտել է ոչ ոքի։ Շախմատային մեկ լուր միջազգային ֆեդերացիան FIDE-ն վարպետի կոչում է տվել մինչև 10 տարեկանների շախմատի Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին։ Իսկ հա շախմատասերներին ուզում եմ տեղեկացնել, որ Լոնդոնում սկսվել է շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրը։ Այսօր Արոնյանը սպիտակներով խաղում էր Մագնուս Կարլսենի հետ, պարտիան ավարտվել է ոչ ոքի 39-րդ քայլին, եւս 2 պարտիա ավարտվել է, Նակամուրան հաղթել է Հոելին, իսկ Ռամնիկը Ադամսին։ Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որը Չեմպիոնի լիգայի եզրափակիչին մասնակցելուց հետո հաջորդ մրցաշրջանում չկարողացավ դուրս գալ խմբից։ Յունայթեդը խմբային փուլի վերջին տուրում 1-2 հաշվով զիջել է շվեյցարական Բազելին եւ զբաղեցրել 3-րդ տեղը խմբում։ Մանչեսթեր Յունայթեդը իրավունք ստացավ հանդես գալ Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակիչում։ Կարմիր սատանաների հետ Եվրոպայի լիգայում կխաղան նաեւ Մանչեսթեր Սիթին, Տրաբզոնսպորը, Այաքսը, Վալենսիան, Օլիմպիակոսը, Պորտուն եւ Չեխական Վիկտորիան։ Արմեն ասեմ, որ այս ակումբներին արդեն շանթ հեռուստադիտողները Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում կհանդիպեն։ Շատ լավ, շնորհակալություն Վարդան, այսպիսին էր օրը։ Ես առաջարկում եմ դիտել նաև մեր եզրափակիչ տեսանյութը, իսկ ինձ ու Վարդանին մնում է ձեզ հրաժեշտ տալ եւ մաղթել ամենայն բարիք։ 2 ամիս շարունակ ԲՀԿ նախաձեռնությամբ ու Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ հանրապետության ամբողջ բնակչության համար կազմակերպված բարեգործական առողջապահական ակցիան հաջողությամբ հասցվեց ավարտին։ 100 հազարավոր այցելուներ, անվճար վիրահատություններ, տասնյակ հազարավոր ակնոցների տրամադրում։ Բարեհաջող ավարտից հետո ակցիան եզրագիծը հատում է քաղաքամայր Երևանում, սակայն ակցիայի ավարտից հետո Աջափնյակ համայնքի բազմաթիվ բնակիչների խնդրանքով այստեղ եւս մեկ օր կազմակերպվում է ակնաբույժի կողմից բնակիչների զննում ու անվճար ակնոցի տրամադրում։ Շատ գոհ ենք Ծառուկյանից, որի գործակատարում, թող բոլորը տեսնեն, հասկանան, որ պետք է մարդկանց օգնել։ Ամեն տեղել ինքը իր շնորհքություն է տալիս ժողովրդին լավություն անեմ։ Մարդիկ, որոնց հասու չէ, չեն կարողանում օգտվել, սա այն դեպքն է, որ բոլորը կարող են գոնե տեսնել։ Ինչպես բոլոր համայնքներում, Աջափնյակում նույնպես տեսողական խնդիրներ ունեցող բնակիչներին սպասարկում է բարձրակարգ մասնագետների թիմը։ Նախ բժիշկները ստուգում ու ախտորոշում են հիվանդին, ապա հաջորդում է անվճար օպտիկական ակնոցի տրամադրումը։ Այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև վերջին հիվանդը ակնոցը ձեռքին ու գոհունակ չի հեռանում։ Ես շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, երբեմն դժվարությամբ են գնում բժիշկի, իսկ սա միանգամից եկանք, ստացանք, գնացինք, շատ շնորհակալ ենք, Աստված իրան երկար կյանք տա։ Ծերերին գնահատում է, էլի, ապրենք, շատ շնորհակալ ենք իրանից։ Իմ աչքերի համար իրանք համապատասխան աչքիներ են տվել։ Ես շնորհակալ եմ, որ շատ սրտացավ վերաբերմունք են ցույց տալիս մեր
ժողովրդին, հայ ժողովրդին։ Աջափնյակի կտրվածքով հարյուրավոր, իսկ ամբողջ մայրաքաղաքի մասշտաբով հազարավոր երևանցիներ հին ու մաշված ակնոցները փոխարինեցին նորերով։ Շատերն էլ օգտագործելով առիթը ձեռք բերեցին իրենց առաջին օպտիկական ակնոցները, թեև դրա կարիքը վաղուց ունեին։ ԲՀԿ ամենամյա բնույթ ստացած բուժակցիայի 2011-ի առաքելությունը եւս ավարտվեց։ Խոսքը գործի վերածելու պատրաստակամությունն ինչպես միշտ բարձր է, հետեւաբար նմանատիպ նախաձեռնությունների շարքը շարունակելի։